ABC մեդիայի ուղիղ եթերում օրվան լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևոր թեմաների մասին նախ համառոտ։ Քաղաքական քայլ թե խաղաղության կամուրջ 30 տարվա ընթացքում առաջին անգամ ադրբեջանցիներ են Հայաստան եկել ցամաքային ճանապարհով։ Խոզարկություններ Իզմիրյան բժշկական կենտրոնում արգրավել են փող, փաստաթղթեր և տեխնիկա։ Քաղաքական շոու հեռու իրական բացահայտումից, ինչու է մարտի 1-ի գործը դարձյալ հայտնվել օրակարգում հենց նախընտրական փուլում։ Հրազենի գործադրման փանցագործություններ և թմրանյութի ապօրինի շրջանառություն, ինչ տվյալներ է հրապարակել ներքին գործերի նախարարը։ Սպանության փորձեր Սիրիայի նախագահի և նախարարների նկատմամբ, ինչ է պարզել ՄԱԿ-ը։ Ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ ադրբեջանցիներ են Հայաստան եկել ցամաքային ճանապարհով։ Խորհրդային միության փլուզումից հետո սա առաջին դեպքն է։ Պաշտոնական ձևակերպմամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են այցնել խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում է։ Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է մտել սահմանազատված և սահմանագծված հատվածով, անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Հիշեցնեմ, որ ադրբեջանական պատվիրակությունը Երևանում էր նաև անցած տարվա հոկտեմբերին, բայց եկել էր օդային ճանապարհով, այս անգամ արդեն ցամաքով։ Ինչ է փոխվել, սա հերթական սիմվոլիկ քայլն է, թե գործընթացի նոր փուլ, մանրամասները ռեպորտաժում։ Հայաստան են ժամանել Ադրբեջանի պետական քաղաքականությունն առաջ տանող ադրբեջանցի գործիչներ։ Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում մեկնարկել է հայ-ադրբեջանական կլոր սեղան քննարկումը քաղաքականության կամուրջ նախաձեռնության շրջանակներում։ Առաջին կադրերը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական քաղաքասարակության ներկայացուցիչների երկրորդ այցն է Հայաստան։ Այս անգամ հայ-ադրբեջանական այսպես կոչված սահմանազատված ցամաքային հատվածով են ադրբեջանցիներ ժամանել։ Ի տարբերություն նախորդ այցի, այս անգամ ադրբեջանցիների կազմն ավելի ընդգրկուն է։ Օրինակ, ադրբեջանական Մեկ Նյուզ Ազգ կայքի գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան ադրբեջանական պատվիրակության կազմում է։ Ընդ որում, այս կայքն ամենաշատն է գրում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին։ Պատվիրակության մյուս անդամը Ռաուֆ Ագամիրզաևն է, տրանսպորտի հարցերով փորձագետ է։ Նա թվային զարգացման և տրանսպորտի նախարարության առընթեր հանրային խորհրդի անդամ է։ Ադրբեջանագետն այս մասնագետի այցը կապում է TRIP-ի շուրջ քննարկումների հետ։ Վերջին շրջանում տարածաշրջանում TRIP-ի շուրջ ստեղծված քննարկումները, առհասարակ պրոցեսները բավականին ակտիվ փուլ են մտել։ Կարծում եմ, որ այս մասնագետի ներկայությունը այստեղ հատկապես կարևորվում է հենց լոգիստիկ տրամաբանության շրջանում քննարկումներ անցկացնելու ուղղությամբ։ Կարապետյանը նկատում է ադրբեջանական պատվիրակության մեջ չկա իրավապաշտպան։ Ադրբեջանը հաճախ է խոսում հումանիտար խնդիրների մասին, Արցախյան առաջին պատերազմում իրենց ձևակերպմամբ անհետ կորածների վերաբերյալ։ Իհարկե պետք է նշեմ, որ բավականին տարակուսելի այն հանգամանքը, որ այս 19 հոգանոց պատվիրակության կազմում չկա որևէ իրավապաշտպան, որի հետ հնարավոր կլիներ քննարկել հումանիտար ոլորտում առկա խնդիրները, եւ օրինակ ադրբեջանական կողմը եւս պարբերաբար խոսում է իր, այսպես ասած, հումանիտար խնդիրների մասին, շեշտում է ինչպես անհետ կորածների հարցը, ինքն է նշում 90-ականների թվականներից եւ այլն, եւ կարծում եմ, որ իրենք եւս պետք է որ շահագրգռված լինեին այստեղ ունենալ իրավապաշտպան։ Նախորդ անգամ ադրբեջանական պատվիրակության այցին հաջորդեց հայկական պատվիրակության այցը Բաքու։ Հայկական հասարակությունում այս այցերը միանշանակ չեն ընդունվում։ Հանրությունը դեռ ամբողջապես չի ընկալում սկսված գործընթացը։ Ադրբեջանում էլ է այդպես։ Ադրբեջանագետի խոսքով իրենց հասարակությունն ավելի լավ է ընդունում Հայաստան այցերը, քան հայերի Բաքու այցը։ Տոլերանտության մակարդակը հայ հասարակության մոտ բավականին ավելի բարձր է, քան ադրբեջանական հասարակության, նաև ադրբեջանցիները այստեղ շատ ավելի հեշտ են գալիս, քան հայերը գնում են Ադրբեջան, եւ հասարակությունների շրջանում այդ վստահության մթնոլորտը իրականում հայ հասարակության մոտ այս պահին մի փոքր ավելի շատ է, իրենք հեշտ են այլևս ընկալում ադրբեջանցիներին Հայաստանում։ Լրագրողներ, ՀԿ նախագահներ, ադրբեջանական կառավարությանն առընթեր կառույցների ներկայացուցիչներ եւ այլն։ Ադրբեջանական պատվիրակությունն այստեղ է լինելու մինչև կիրակի, քննարկման օրակարգը սակայն դեռ գաղտնի է պահվում։ Սեդա Մակարյան, ABC Media։
Մինչ հայկական ու ադրբեջանական պատվիրակությունները քննարկման են մասնակցում, պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ցանկանում է Եվրամիության քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով Երևանը բարձր է գնահատում Եվրամիության հետ գործակցությունը եւ համոզված է, որ առաքելությունը դրական ազդեցություն է ունեցել սահմանային կայունության եւ բնակչության անվտանգության զարգացման վրա։ Մենք համոզված ենք, որ առաքելությունը իր դրական ազդեցություն է ունեցել կայունության գործոնի տեսանկյունից եւ նաեւ նպաստել է, որպեսզի տարածաշրջան եւ կայունություն լինի, ինչպես նաեւ սահմանային համայնքներում եւ այլ տեղերում բնակվող բնակչության մոտ վստահություն լինի կայունության եւ անվտանգության նկատմամբ։ Կարող եմ ասել, որ նրանք դրական ազդեցություն են ունեցել, բայց նաև կարևոր դեր է ունեցել Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները խաղաղության հաստատման, ինչպես նաև նախագահ Թրամփի գործոնն է կարևոր եղել։ Եվ մինչ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է մտնում ցամաքային սահմանով, տարածաշրջանային հաղորդակցությունների թեման շարունակում է մնալ օրակարգում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի գործընկերների հետ երկաթուղու, երացխի եւ ախուրիկի հատվածներում աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։ Նրա խոսքով քննարկումները վերաբերում են հատկապես այդ երկու հատվածներում ռուսական կողմի ներգրավվածությանը։ Տպավորությունը այնպեսին է, որ առնվազն այդ երկու հատվածների մասով մենք որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ եւ որոշակի պայմանավորվածության կհանգենք, կարծում եմ առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք։ Եթե ստացվի այնպես, որ իրենք անեն դա շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով, եթե ինչ-որ հարցեր խանգարեն, չնայած իմ ըմբռնումը այնպեսին է, որ պիտի հարցեր չլինեն, որոնք առնվազն երասխի եւ ախուրիկի մասով խանգարեն, այդ դեպքում, եթե այդպիսի հանգամանքներ լինեն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որտեղ դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է, ինչի ուղղությամբ մենք շարժվում ենք։ Իդեպ թուրքական T24 լրատվականն այսօր հայտարարել է, թե Անկարան եւ Երևանը արդեն համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտուր սկսելու վերաբերյալ։ Իսկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը արձագանքել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե աշխարհի թիվ 1 գերտերությունն ասում է, որ Հայաստանը 99 տարի որպես ինքնիշխան անկախ պետություն գոյություն է ունենալու։ Ըստ Օսկանյանի, Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում երկրի գոյության հարցը երբեք չի եղել քննարկման, կասկածի կամ առավելևս առևտրի առարկա։ Հայաստանի գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցք այլոց հանձնելու այլընտրանքը օրակարգային է դարձել Փաշինյանի բերած խաղաղության արդյունքում, ընդ որում այդ գոյության իրավունքն էլ ժամկետով է, ուսաներկայացվում է որպես ձեռքբերում։ Դիվանագիտական ու քաղաքական ֆիասկոներն այլևս չեն զարմացնում։ Անկեղծորեն զարմացնում է այս բարձրաձայն խոստովանությունը, որ խաղաղություն իրականում չկա, կա վտանգ, որ Հայաստանը կարող է գոյություն չունենալ։ Իզմիրլյան բժշկական կենտրոնում խուզարկությունն ավարտվել է։ Գործում նշված է, թե Իզմիրլյան բժշկական կենտրոնը թանկարժեք բժշկական գույք է ձեռք բերել ընկերությունից, որը պատկանում է բարձրաստիճան հոգեվորականներին։ Տեղեկությունը տրամադրել է ԱԱԾ-ն։ Պարզվում է, քրեական վարույթը նախաձեռնել են մոտ 5 ամիս առաջ, սակայն խուզարկությունը այսօր է կատարվել։ Իդեպ 3 բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը գրառում էր արել եւ իր աջակցությունը հայտնել վեհապարին։ Խուզարկության պահին հիվանդանոցում է եղել իմ գործընկեր Սեդա Մակարյանը։ Փաստաթղթեր, գումար ու համակարգիչներ։ 3 ժամ տևած խուզարկությունից հետո քննչական կոմիտեն Իզմիրլյան բժշկական կենտրոնից արգրավել է այս իրերը։ Առավոտյան ժամը 9-ին բժշկական կենտրոն են եկել քննիչները, ընդհատել են պլանային ժողովն ու ներխուժել տնօրեն Արմեն Չարչյանի, բուժական եւ ֆինանսական փոխտնօրենների ու հաշվապահի աշխատասենյակներ։ Փողերի լվացման եւ հարկերից խուսափելու հետ կապված գործը վերաբերում է հետևյալին, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնը 2015 թվականից 25 թվականները իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ, իբրև Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու հետ փոխկապակցված, հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած որ ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները, տվյալ պարագան ուղղակի անմիջապես
ներմուծող եւ արտադրող ընկերություններից։ Քրեական վարույթը, որի շրջանակում կատարվել են քննչական գործողությունները, հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերի սկզբին եւ միայն 4 ամիս անց է խոզարկություն իրականացվել։ Վարույթի մասին Չարչյանը չի ծանոթվել։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը եւս չի ծանոթվել քրեական վարույթի մասին։ Հարց է բարձրացնում, ինչու հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո հրատապ կարգով չեն իրականացել գործողություններ, չէ՞ որ հրատապ քննչական գործողություններ ենթադրող վարույթ էր։ Այնպես չի, որ քրեական վարույթը կարող են նախաձեռնել եւ 4 ամիս անց իրավական ողջամտության մեջ ներողություն, իրավական ողջամտության մեջ կարող է տեղավորվել, որ 4 ամիս անց նոր գան քննչական գործողություն խոզարկությունը կատարեն։ Հաղորդումը ներկայացրել է ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը։ Ալեքսանյանը ծանոթացել է գործի մանրամասներին։ Որոշման նկարագրական մասի մեջ հստակ նշվում է, որ ԱԱԾ համապատասխան աշխատակիցը իր լիազորությունների իրականացման շրջանակներում հատկապես օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու շրջանակներում ավելի նվազ տեսակի։ Միգուցե օպերատիվ հարցումներ, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում չեմ կարող ասել, որտեղ որոշակիացված չի։ Իբրև այդ լիազորությունների իրականացման շրջանակներում ինքը ձեռք է բերել այն տեղեկությունը, որ ես քիչ առաջ ձեզ հաղորդեցի։ Եվ դրա հիման վրա հենց ԱԱԾ աշխատակիցն է ներկայացրել համապատասխան հաղորդում։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ գործողություններն իրականացնում են քրեական վարույթի նախաքննության շրջանակում, սակայն չի հստակեցրել, ինչ վարույթի մասին է խոսքը։ Խոզարկությանը նախորդել էր Արմեն Չարչյանի գրառումը, որով նա շնորհավորել էր վեհափառին ամենայն հայոց հայրապետի անվանականչության օրվա առթիվ։ Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է Վարդանանց քաջերի հիշատակության օրը, որը նաև ամենայն հայոց հայրապետի անվանակոչության օրն է։ Վեհապար Տեր Իզմիլյան բժշկական կենտրոնի անձնակազմի եւ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում ենք ամենայն հայոց հայրապետիս անվանակոչության տոնը, մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով եւ քաջառող կյանքի երկար տարիներ, ի փառաս Աստծո, ի պայծառություն մեր եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։ Բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչը Հայր Հովանեսը վեհապարի դեմ գործողությունների ու վարույթի միջև կապ է տեսնում։ Իմ կարծիքով սա հակաեկեղեցական արշավի եւս մեկ դրսևորում է։ Եվ մենք սրան սպասում էինք եւ ասեմ ավելին շատ են ուշացել։ Մենք ավելի շուտ էինք իրեն սպասում այստեղ։ Փաստաբանը նույնպես պատահական չի համարում, որ վարույթն ընդունվել է հենց այն ժամանակ, երբ կաթողիկոսի դեմ ակցիաները հասել էին մայր տաճար։ Այս պահին վարույթի շրջանակներում ձերբակալության կամ կալանքի որոշում չկա։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մարտի 1-ի գործը դարձյալ իրավապահների սեղանին է։ Հակակոռուպցիոն կոմիտեում նոր մեղադրանքներ են առաջադրվել 2008-ի մարտի 1-ի խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունների համար։ Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյան եւ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան։ Նախկին այս պաշտոնյաներն են այս գործի հերթական մեղադրյալները։ Նրանք ստորագրություն են տվել երկրից չհեռանալու մասին։ Իսկ ինչու այս թեման դարձյալ հայտնվել օրակարգում եւ ով է պատասխանատուն, Անահիտ Սարգսյանն է պատմում։ Ինչու է հիմա ակտիվանում մարտի 1-ի գործով քննությունը։ Սա հերթական քարոզչական աղմուկն է, թե կարող է բացահայտվել տեղի ունեցածը։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը համոզված է, աղմուկը նախընտրական քարոզարշավի շրջանակում պետք է դիտարկել։ Այս ամեն ինչը մենք գնահատում ենք որպես նախընտրական կրկես։ Ավելին, Զուրաբյանը Փաշինյանին համարում է մարտի 1-ի գործի բացահայտումը կանխողն ու պարտակողը, գլխավոր պարտակողը։ Ոչ մի գործընթաց մենք չտեսանք, որ հետևողական տարվի եւ հասցվի ավարտին։ Համենայն դեպս մեղադրանքն առաջադրված է եւ հակակոռուպցիոն կոմիտեից մեզ պատասխանում են, թե ինչ հիմքով։ Մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի Ազատության հրապարակում նստածույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործունեությունը կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահական գնդի հրամանատարի եւ նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց։ Կարող են հորինվել նախ եւ առաջ։ Եվ երկրորդը, ինչ էլ որ տեղի ունենա, անպայման դալինելու է նախընտրական արշավի, այսպես բաղաժամ սկսված, նախընտրական արշավի ծառայող որևէ գործընթաց։ Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը զգուշացնում է, այս կերպ փորձում են շեղել հանրությանը ցավոտ խնդիրներից։ Հիշեցնում է, դեռևս 8 տարի առաջ այս իշխանությունը լուրեր տարածել, թե բացահայտվել են մարտի 1-ի գործով բոլոր մեղավորները։
Ես դա շատ լավ հիշում եմ, որովհետև ինձ հրավիրել են, որ այսպես ասած կիսեն այդ ուրախ լուրը։ Հիմա տեսեք, տարիներ անց, փաստորեն 8 տարի անց, մենք պարզում ենք, որ այդպիսի այն օրերի տարածած լուրը ամբողջովին վերին աստիճանի սուտ էր եւ ինչ-ինչ նպատակների համար էր ծառայում։ Մարտի 1-ի գործով այդպես էլ առաջընթաց չնկատվեց։ Պարզապես մեղադրանքների տեղապտույտ է, ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Թե ինչ նպատակով են նույն մարդկանց, որոնք ակնհայտորեն մասնակից էին Մարտի 1-ի բարբարոսություններին նշանակում սկզբից ոստիկանապետ, ապա ազատում եւ տարիներ անց ներգրավում որպես մեղադրյալ կամ մեղադրանք առաջադրում, ես ասել չեմ կարող։ Տրամաբանությունը չեմ հասկանում իշխանությունների եւ նաեւ չեմ պատկերացնում կամ չեմ հասկանում նրանք ինչ խնդիր են լուծում, ցանկանում են բացահայտել Մարտի 1-ը, պատժել մեղավորներին, թե ուղղակի իրենց սեփական քաղաքական այս պահի խնդիրներն են լուծում։ Մարտի 1-ի գործը շրջան առելով ինչ քաղաքական խնդիր է լուծում իշխանությունը։ Վարդան Հարությունյանը մի տարբերակ է հավանական համարում։ Կարծում եմ կապված է գալիք ընտրությունների հետ։ Ելնելով տարիների փորձից իրավապաշտպանները կանխատեսելի են համարում գործի ընթացքը։ Այսօր արվում են հայտարարություններ, որոնք վաղը հերքվելու են։ Ասում են, սա Փաշինյանին պետք է ընտրազանգվածին համոզելու համար, որ չի մոռացել Մարտի 1-ը բացահայտելու խոստումը։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իդեպ քիչ առաջ մեր խմբագրությունը պարզել է, որ հայկական եւ ադրբեջանական պատվիրակություններն այս պահին հանդիպում են Ծաղկաձորում։ Ծաղկաձորում է այս պահին նաեւ մեր նկարահանող խումբը։ Միանանք այնտեղ եւ հասկանանք ինչ մանրամասներ են հայտնի։ Անի։ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչները մեր տեղեկությունների համաձայն Ծաղկաձորում են։ Հրապարակված կադրերը շատ նման են նախկին Golden Palace-ին, այժմ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող 88 հյուրանոցին, իդեպ այս հյուրանոցի բացմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք փորձեցինք ամրագրում կատարել, բայց ասացին, որ այսօր եւ վաղը տեղ չունեն, ամբողջ համարները զբաղեցված են։ Նաև աշխատակիցներից հարցրեցինք, կան արդյոք տեղեկություններ, թե երբ կավարտվի այսօրվա քննարկումները, որտեղ են հիմա այդ քննարկումները շարունակվում, աշխատակիցներն ասացին, որ որևէ տվյալ փոխանցելու իրավունք չունեն։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների երրորդ հանդիպումն է, փակ ձևաչափով է տեղի ունենալու, միայն գիտենք, թե քանի օր է տևելու հանդիպումը եւ ովքեր են այս կազմի մեջ, նաեւ տեղեկացնեմ, որ այս անգամ կազմն ավելի ընդլայնված է։ Աննա։ Շնորհակալություն Անի։ Շարունակենք։ Ներքին գործերի նախարարն ամփոփել է 2025 թվականի գերատեսչության գործունեությունը։ Ըստ նախարարի ներկայացրած վիճակագրության հրազենի գործադրման փանցագործությունների թիվն աճել է 24 դեպքով, բայց աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը։ Բացահայտված գործերի մասին խոսելիս նախարարը նաև պատասխանել է Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության հանգամանքները պարզելու մասին հարցին։ Մենք հավուր պատշաճի կատարել ենք ներքին գործերի նախարարության առջև դրված խնդիրը եւ ապահովել ենք սպանության բացահայտում, իհարկե համագործակցելով մեր գործընկերների հետ։ Իդեպ 2025-ին ներքին գործերի նախարարությունը արգրավել է 768 կիլոգրամ թմրանյութ, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվանից։ Ներքին գործերի նախարարի խոսքով 2025-ին ընդունել են թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ որակապես նոր ռազմավարություն, որը թիրախ է դարձրել թե հանրային առողջապահությունը, թե հանրային անվտանգությունը։ Պիտի փաստեմ, որ պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերների հետ համագործակցությամբ որոշակի փոփոխություններ են իրականացրել փոստային առաքանիների թեմայում եւ արդեն իսկ ավելի պարտադիր է դարձել ստացողի մասով նշումը եւ այս տեսանկյունից պիտի փաստեմ, որ 30.1%-ով այսպիսի ներմուծման դեպքերը կրճատվել են այս քաղաքականության որդեգրման արդյունքում։
Տեղափոխվենք խորհրդարան, որտեղ падգամավորներն ամփոփում էին քառօրյա նստաշրջանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի։ Ազգային ժողովը առաջին ընթերցման փաստատել է օրենքի փոփոխությունների նախագիծը։ Իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը խորհրդարանը չի ընդունել։ Փոխարենն ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է տեսադասողական մեդիայի մասին օրենքում նախատեսված փոփոխությունները, ըստ որի առաջարկում են, որ օրենքի կարգավորումները գործեն ոչ միայն հանրային մուլտիպլեքսի 26 հեռուստաալիքների համար, այլև կաբելային հեռուստաալիքների համար, արգելել օտարերկրյան հաղորդումներում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն տարածելը, հնարավորություն տալ հեռահին սանկցիաներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն վերոնշյալ դրույթի առերևույթ խախտումներ։ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է։ Կառավարության նախաձեռնությամբ ազգային ժողովի արտահերթ նիստ են հրավիրել հարցը քննարկելու համար։ Պարզվել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրություն, իսկ առանց դրա պայմանագիր կնքել չեն կարող։ Օրենքի կիրառումը կհետաձգվի 1 տարով։ Հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել Երևանի Նորաշեն 2 շենքը։ Բնակիչները շենքի կառուցապատման բազմաթիվ խախտումների մասին են ահազանգում, որոնց մի մասը տեսչական մարմինը արձանագրել է ու տուգանել կառուցապատողին։ Իսկ թե ինչպես է իրականացվել շենքի ստուգումը եւ ինչ պայմաններում է տրվել դրական եզրակացություն, Սեդակ Յուրեղյանն է գնացել խնդրի հետքերով։ Նորաշեն 2 շենքի 22 ապօրինի պատուհանները ժամանակավորապես փակվեցին տախտակներով։ Ամիսներ անց դրանք նորից բացվեցին, երբ քաղաքապետը ստորագրեց ավարտական ակտը։ Աջափնյակի 16-րդ թաղամասի խորհրդային նախագծի մի մասն է կազմում Նորաշեն 2-ը, որի կողային պատուհանները շինթույլտվությամբ նախատեսված չեն եղել։ Կառուցապատողը ամեն դեպքում որոշել է շենքը պատուհաններով կառուցել։ Երբ որ շահագործման թույլտվությունը տվել է քաղաքապետարանը, ենթադրվում է, որ ստուգել է, տեսել է, որ պատերը կան, այդ ներսից էին փակել այդ պատուհանները։ Ի վերջո, եթե գործարք չի, ուրեմն պիտի վստահ լիներ քաղաքապետարանը, որ պատուհանները փակված են, չեն բացվելու, շահագործման թույլտվությունը տար։ Սա Նորաշեն 2-ի միակ խախտումը չէ։ Դեռ 2022-ին էին հարակից շենքերի բնակիչները շինթույլտվության փաթեթը վերցրել եւ տեսել, որ շենքը բազմաթիվ առերևույթ խնդիրներ ունի։ Դիմել էին տեսչական մարմին, որը 20 խախտում էր արձանագրել։ Կառուցապատողը տուգանվել էր, բայց պատուհանների թեման մեծ խնդիր է դարձել կողմերի համար։ Հենց քաղաքապետարանից ենք տեղեկացել, որ կառուցապատող Արմեն Ավթանդիլյանը ինքնակամ է բացել պատուհանները, որի համար վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել։ Այսօր ստացա հարցմանս պատասխան այն մասին, որ դեռևս այդ տուգանքի չափը ընթացքի մեջ է եւ տուգանքի չափը դեռևս հայտնի չէ։ Քաղաքապետարանն ինքը պետք է ստորագրելուց առաջ ստուգումներ իրականացներ, ասում են քաղաքաշինության տեսչական մարմնից, բայց նշում են իրենք էլ անմասն չեն մնացել։ Չնայած կառուցապատողն ինքն է 2 փորձագիտական կազմակերպության պատվիրել ստուգել շենքը, բայց իրենք էլ ներքին գործերի նախարարության սեյսմիկ անվտանգության պոակին են պատվիրել, որ ստուգումներ իրականացնի։ Հաշվի առնելով, որ անընդհատ մենք դիմում բողոքներ ենք ունեցել, տեսչական մարմնի նախաձեռնությամբ մենք ենք փորձաքննություն պատվիրել անկախ փորձագիտական կառույցից, որպեսզի մեզ տա այդ փորձագիտական եզրակացությունը։ Ստացել են դրական եզրակացությունն ու ուղարկել քաղաքապետարան։ Քաղաքապետը 2025 թվականի հոկտեմբերի 17-ին է կառուցապատողին ավարտական ակտ տվել։ Քաղաքաշինության վարչությունից պնդում են իրենք ավարտական ակտը փաստագրող մարմին են եւ այլ պարտավորություններ չունեն։ Շենքը մի քանի անկախ եւ մասնավոր կազմակերպությունների կողմից ստուգում է անցել, ստացել դրական եզրակացություն։ Մատակարար կազմակերպությունները դրանք լույսը, ջուրը, գազը, ամեն մեկը իր հերթին իր մասով ուսումնասիրում են, որևէ նորմի խախտում չարձանագրելու դեպքում տալիս են իրենց դրական եզրակացությունները եւ այդ ամբողջ փաստաթղթերի առկայության դեպքում Երևանի քաղաքապետարանին մնում է ընդհանրապես փաստագրել եւ տրամադրել ավարտական ակտ։
Թե ինչպես է իրականացվել շենքի ստուգումը եւ ինչ պայմաններում են տրվել դրական եզրակացությունները, կառուցապատող Առաննա ՍՊ-ից նպատակահարմար չկտան տեղեկություն տրամադրել։ Կարող եմ ձեր հեռախոսահամարը տրամադրել համապատասխան անձանց, եթե կարիք լինի, ես այդ կապի դուրս ենք։ Եվ կապի դուրս չեկան։ Իդեպ կառուցապատող Առաննա ՍՊ-ի 99% բաժնետեր Արմեն Ավթանդիլյանը 2023-ի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ 500,000 դրամ է նվիրաբերել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ավթանդիլյանն ու նրա ընտանիքի անդամները 2013 թվականից ի վեր Ռուսաստանում փոխկապակցված են տարբեր բիզնեսների հետ։ Սեյդա Գյուրեղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ով է Թուրքիայի նախագահի հնարավոր իրավահաջորդը։ Այս հարցը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։ Երկար տարիներ նախագահող Էրդողանի իրավահաջորդության թեման երկար ժամանակ տաբու է եղել Թուրքիայում։ Սակայն կարծես ի հայտ է գալիս դրա իրավահաջորդի հավանական թեկնածուն։ Ըստ Բլումբերգի, այդ թեկնածուն նախագահի կրտսեր որդին է՝ Բիլալ Էրդողանը, որին Թուրքիայի նախագահն ավելի հաճախ է իր հետ տանում արտասահմանյան ուղևորությունների։ Պարզվել է, որ անցյալ տարի կանխվել է Սիրիայի նախագահի եւ նախարարների սպանության 5 փորձ։ Հայտնել է ՄԱԿ-ը իսլամական պետություն խմբավորման վերաբերյալ զեկույցում։ Հաղորդագրության համաձայն Ահմեդ Ալ-Շարան թիրախ է դարձել 2 անգամ Հալեպի հյուսիսում եւ Դարայի հարավում։ Դրանք կանխվել են հարևան երկրից ստացված հետախուզական տվյալների շնորհիվ։ Եվ վերջում, երբ անտառի բնակիչները արվեստ են ստեղծում։ Ռուսաստանի Ամուրի մարզում արջի քոթոտները պատճենել են առավոտը Սոճիների անտառում հայտնի կտավը։ Իվան Շիշկինի եւ Կոստանտին Սավիցկիի հեղինակած կտավը մարդկանց առավել հայտնի է Ծուրթատ արջը անունով պատկերված համանուն կոնֆետի վրա։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, եթերում կլինի Գառնի Մութաֆյանը։